Բարև ժողովուրդ ջան, ինչպե՞ս եք։ Ճիշտն ասած, խոհանոցում եմ, պատրաստում եմ շատ համեղ սպաս, շոքեցի, ասի դուրս գամ, պատժ գամ, այստեղ ուզում եմ ես ախր ձեզ ցույց տամ, ձեզ հետ կիսվեմ, ես իմ հրաշք ծաղիկը բացվել է, շատ գեղեցիկ է, հրաշալի, շատ եմ սիրում, բայց շատ կարճ կյանք ունի։ Ընդամենը մեկ օրվա այսօր բացվել է, վաղը ինքը չկա։ Բայց ունենում է շատ կոկոններ, անընդհատ կոկոններ է տալիս, ինքը բացվում է, անընդհատ գեղեցիկ է, բայց ախր շատ տխրում եմ, երբ որ իրենք մեկ օրվա կյանք ունեն։ Տեսեք, հրաշք գեղեցկություն։ Գույները Աստված իմ գոնե մեկ շաբաթ ապրեին այս ծաղիկները։ Սա այսպես, այստեղ իմ հրաշք արխիդեան է։ Այսպես գեղեցիկ իմ պատշգամբը, դուրս եմ գալիս, նստում եմ այստեղ, հանգստանում եմ, սրճում եմ, հաց եմ ուտում, այստեղ ցույց տամ, թե ինչեր ունեմ, այստեղ իմ ռեհանն է, վաղուց ցույց չեմ տվել ախր ձեզ իմ պատշգամբը, ինչ ունեմ իմ պատշգամբում, ռեհանն է, ճիշտ ասած մի 5 քոլ, այսպես ասած, ունեի, չկա, չորացավ, չգիտեմ, գոնե այս մեկը մնաց, պոկում եմ, անընդհատ պոկում եմ, ինքը դրա համար կարճ է, փոքրիկ է, բայց շատ պոկում եմ, տեսեք, պոկած տեղերը, երեկ էլ եմ պոկել, սուպ էի արել, օգտագործեցի, այստեղ թարխունն է, պղպեղի սացիլներն են, սրանք իմ խրուստալից գեղեցկություններն են, շատ գեղեցիկ էին, այստեղ նայեք, իրենց փայլը, գույները, մաքուր խրուստալից են իրենք, շատ գեղեցիկ, իրենք էլ այստեղ են իրենց տեղը գտել, մեր գործը այստեղ, երեխաները հեռադիտակով նայում են հեռուն, հետաքրքրասեր երեխաները, այստեղ տեղ է գտել այս հրաշալի ծաղիկը, շատ ինքը անընդհատ ծաղկում է, թափվում է, կոկոններ են լինում, ինքը թելեր է առաջացնում, այսպես տեսեք, երկարում է թելիկների նման, հիմա սա ցույց տամ, տեսեք, երկար է գնացել է այստեղ, փաթաթվում է սրա վրա եւ ինքը արդեն կոկոններ ա տվել, տեսեք, հեսա կոկոնները, հես են, շատ գեղեցիկ է լինելու, այստեղ սամիտներս են, տեսեք ոնց են մեծացել, պոկում եմ եւ ուտում եմ եւ սուպերի մեջ եմ գցում, տեսեք հլը, այ հես են, տեսեք ինչքան մեծ են, ծառների կանաչի հետ է խառնվում, լավ չի երևում, դրա համար այսպես եմ անում, այստեղ այս հրաշք ծաղիկն է, այս մի ծաղկամանի մեջ, այս ծաղիկները 3 տեսակ են, ունեն մանուշակագույն, purple, դեղինը yellow, մեկ է կարմիրը, red colors, տեսեք ինչքան գեղեցիկ են, ախ հրաշք են, շատ եմ սիրում, չգիտեմ ոնց գովեմ իմ ծաղիկներին, ոնց սիրեմ ու փայփայեմ, երբ որ առավոտը դուրս եմ գալիս պատշգամբ, անպայման, դուրս եմ գալիս ծաղիկներից տեսնելու, բարևելու, սիրելու, գուրգուրելու, անգամ իրենց հետ խոսում եմ, անգամ շատ եմ սիրում, երբ որ ծառի տերևները թափված են լինում հատակին, ավլում եմ, մաքրում եմ, ոնց որ իսկական բնության գրկում, մի ուրիշ հաճույք ու հանգստություն է, եւ այստեղ առաջինը, երբ որ դուրս եմ գալիս պատշգամ, շատ առավոտ շուտ, այսպես ասած, առաջինը նա է լինում, որ իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում Աստծուն եւ փառաբանում, իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ մեզ պարգևում է ամեն օր լույսը բացում է մեզ համար, պարգևում է հրաշալի գեղեցիկ օր եւ օրը մտնացնում է նույնպես շնորհակալությունն եմ հայտնում Աստծուն այս հրաշք
ամեն ինչի համար, ստեղծածի համար, որ նվիրում եւ տալիս է մեզ։ Մենք վայելում ենք, պետք է գնահատենք ամեն ինչը, հարգելիներս։ Այստեղ ունեմ այս ծաղիկը, ռամաշկաների նման ծաղիկներ են, թափվել են ծաղիկները։ Հիմա տեսեք ինչքան կոկոններ ունի իր վրա, շատ։ Այ այսպես, ինքը բացվելու է, սա զանգակ ծաղիկն է, անցած տարվա շատ գեղեցիկ էր, թափվեց, դե ձմեռ է անցել վրան ու ինքը մեկ անգամ ծաղկեց եւ թափվել է, հիմա չի ծաղկում, չգիտեմ, այսպես ճյուղերը երկարում է, ես փոկում եմ, կտրում եմ, որ ինքը ավելի փարթամանա, կտրում եմ ծայրերից, տեսեք, որ կտրել եմ, այ այսպես չեմ թողում շատ երկարի, ահա այստեղ էլ այս տարվա գնացն է, շատ ծաղիկներ ուներ, գեղեցիկ էր եւ ասեմ, որ ծաղիկները թափվեց ամբողջովին, հիմա նորից ծաղկում է, տեսեք ինչքան կոկոններ ունի։ Երբ որ բացվի կնկարեմ, ցույց կտամ, շատ եմ սիրում։ Ես միշտ երազել եմ Հայաստանից, այսպես ասած, որ այս ծաղիկը ես ունենամ այստեղ։ Եվ վերջապես ճարեցի այս ծաղիկը ես անցած տարվանից։ Ում պատուհանին տեսնում էի, շատ էի, սենց նայում էի, ուզում էի մի ճյուղ ուզեի բերեի, բազմացնեի, բայց չէր լինում, չէր ստացվում։ Այնպես ստացվեց, որ ես խանութում պատահական տեսա, հանդիպեցի եւ ես գնեցի եւ բերեցի առանց ինչ որ մեկին խնդրելու։ Սա էլ այսպես հարգելիներս։ Սա իմ հրաշք ծաղիկները, պատշգամբը։ Այս ծաղիկը եղավ պատճառը, որ այս ամենը նկարեցի։ Երեկոյան ջրել եմ, լրիվ ինքը կոկոն էր, փակ կոկոն։ Նոր ես բացել եմ դուռը, տեսնում եմ, որ բացվել է ծաղիկը։ Հրաշք։ Ասեք, որ իրոք հրաշք է, այսպես հեռվից նկարեմ մի հատ ամբողջը։ Դե ինչ, գնանք խոհանոց, շատ համեղ սպաս եմ պատրաստում եւ ուզում եմ ցույց տալ ինչ եմ ավելացրել սպասի մեջ։ Տեսեք, քյուֆտա, խնկալի, այս անգամ որոշեցի այսպես պատրաստել։ Կոմենտներում անպայման նշեք, ովքեր են սիրում սպասի մեջ ավելացնել այսպիսի բաներ։ Այս անգամ էլ թող այսպես լինի։ Փակենք 4 րոպեից արդեն անջատելու ենք ու պատրաստ է լինելու, որպեսզի վայելենք, հարգելիներս։ Մեր սպասը արդեն պատրաստ է, հիմա կանջատենք գազօջախը եւ ահա, սա մեր խնկալին։ Սա էլ քյուֆտան։ Այսինքն իշլի քյուֆտան, հարգելիներս, այսպես։ Ասեմ, որ կարակ չեմ ավելացրել, որովհետև մածունը շատ յուղոտ մածուն էր, գրիկ յոգուրտն է։ Ահա։ Սա էլ մեր սպասը, թարմ գնձով պատրաստված։ Ահա, սա էլ մեր պատրաստի սպասը արդեն թարմ համեմով, համեղ, մեզ մոտ եղանակ անձրևային է, իսկական եղանակին համահունչ, այսպես տանենք և այլենք հարգելիներս։